Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այսօր Facebook-յան իր էջում շատ կարճ հաղորդագրություն է տարածել, բայց բավական աղմուկ հանած եւ այսպես ըստ նրա հունիսի 19-ից 21-ին արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 19 տոննա ելակ, 144 տոննա պղպեղ, 76 տոննա լոլիկ եւ 390,000 հատ եւ 7 տոննա ծաղիկ։ Ինչպես նշեցի, այս գրառումը բավական քննարկումների տեղի էր տվել, այն ֆոնին, որ փաստացի հիմա մենք Ռուսաստան եւ ԵԱՏՄ այլ երկրներ արտահանում չենք կարողանում իրականացնել եւ միայն որոշ եվրոպական երկրներ են այս ապրանքները արտահանվում, բայց չգիտենք թե հստակ որ երկրներ, ինչ ծավալով։ Ի վերջո, ինչ ծավալներ են սրանք, արդյոք սրանք բավարար ծավալներ են, թե սա իրականում ինչ է թաքնված նախարարի ներկայացրած թվերի տակ։ Արև ձեզ, շնորհակալ եմ տեսակապը կազմակերպելու համար։ Իրականում դրանք շատ բարձր թվեր են եւ 370 տոննա ծիրանից 200 քանի տոննան հենց արտահանել են իմ ընկերները, լվով են արտահանել եւ որոշ մաս Պարսկաստան է գնացել, Իրան եւ մնացած մասը արդեն տեղեկություն չունեմ, որ պետություններ են գնացել։ Եվ իրականում տենց մեծ թվեր չեն, թեկուզ վարդերի քանակը հատուկ 96 միլիոն վարդի ծաղիկների ընդհանրապես քանակը արտահանվող եւ իրենց տրամադրած թվերը կամ 144 տոննա պղպեղը դա մոտավորապես 7 բեռնատար ապրանք է։ Այս ընդհանուր ծավալի մեջ 200,000 տոննա արտահանվող գյուղմթերքի ծավալի մեջ կամ 1 միլիարդ պլյուս դոլարի մեջ դա թիվ չի, ուղղակի էլի փոքրիկ sense թվաբանություն են ցույց տալի, որ ցույց տան ես նաև տեղեկություններ ունեմ, որ հենց պղպեղը թանկ գնով գնել են եւ էժան գնով վաճառել են, որպեսզի ցույց տան ամեն ինչ նորմալ է։ Չեմ կարող ապացուցել այդ բնականաբար դա բիզնես գաղտնիք է, բայց այդ տեղեկությունները ինձ հասել են։ Մի խոսքով այս վիճակն է, որպեսզի իշխանությունը ցույց տա, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ օքեյ է ու այսպես շարունակելու է։ Դուք ասացիք, որ փաստացի այս 371 տոննայից 200 եւ ավելին ձեր ընկերներն են արտահանել։ Ինչ խնդիրների առաջ են կանգնում ձեր արտահանող գյուղատնտես, գյուղացի ընկերները, այս պահի դրությամբ ինչի կարիք ունեն, որ փաստացի պետությունը չի կարողանում նրանց դրանով ապահովել եւ այդ մարդկանցից շատերը վերջին օրերին մենք տեսնում ենք, որ օրինակ իրենց աճեցրած ծաղիկներն են վնասում, մրգերն են վնասում, զուտ վիրավորանքից ելնելով։ Տեսեք, այսօրով պետք է փաստենք, քանի որ ծիրանի բերքը նոր է հասնում եւ այդ 370 տոննա ծիրանը տենց մեծ, եսիմինչ Իրանից թիվ չի ներկայացնում, որովհետեւ մենք տարեկան մինչեւ 50,000 տոննա Հայաստանի Հանրապետությունից ծիրան է արտահանվել, որի գերակշիռ մասել է Ռուսաստան, անցած տարի Ուկրաինա արտահանվել որոշակի քանակ, մենակ իմ ընկերները 10 քանի բեռնատար հանել էին, էլի։ Իսկ այսօր ամենալուրջ խնդիր ունեն ծաղիկ արտադրողները, որոնք կոնկրետ եւ ուկրաինական շուկայում այդպես վաճառք կա, ով էլ արտահանում է, վնասով է արտահանում։ Դուք մի նայեք արտահանված բեռի ծավալը, քանակը, դուք նաեւ հասկացեք այդ բեռը, որ արտահանվել է, վնասով է արտահանվել, թե պլյուսով է արտահանվել։ Պետությունը ինչքան սուբսիդիա է տրամադրել, այդ սուբսիդիան համաչափածը համաչափի, դա Կարտաժամկետում կարող նվերել տան ինչ-որ 2-3 ընկերության, ասեն հա արտահանեցիք, այս արեցինք, այն արեցիք, ինչը տեղի ունենալու Ֆրանսիա արտահանելու ընթացքում բավականին փոքր քանակ Ֆրանսիա գնալու ինքնաթիռի բեռով եւ ցույց են տալու այո մենք մտանք ֆրանսիական շուկա, բայց ծավալների մասին չեն խոսալու ու աշխարհագրություն ներկայացնելու ցույց կտան էլ Սինգապուր, էլ Ֆրանսիա, էլ Արաբական Էմիրություններ, էլ Իրան, Վրաստան եւ այլն, բայց այստեղ շանգրուխը թաքնված է հենց քանակի մեջ ու երկարաժամկետության մեջ, կարճաժամկետում ինչքան ուզեն կարող են եւ վնասով արտահանել եւ նույնիսկ ձերի արտահանել եւ որոշակի սուբսիդիաներ անել, ցույց տալու որ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է։ Ստացվում է այս տնտեսական կոլապսից ստացվում է պետությունը չկարողացավ դուրս գալ։ Երկարաժամկետում նոր կխոսենք, կարճաժամկետում ասում եմ հիմա ինչա կատարում, երկարաժամկետում երբ որ մի քանի ամիս անցնի սա շարունակվի, ես խոստանում եմ եթերով ձեզ հետ խոսել եւ ներկայացնել վիճակը, ինչու վիճակը ուր են գնում եւ այսպես ուր կհասնենք։